Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 26-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, որովհետև Հայաստանում անցնում էր համաժողով, տեսնենք ինչ հարցեր քննարկվեցին մեզ հետաքրքրող։ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է. Հայաստանը Սլովակիայի հիմնական առևտրային գործընկերն է այս տարածաշրջանում, եւ մեր առևտուրը աճում է։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանի եւ Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերություններին։ Սլովակիան պատրաստ է կիսել իր փորձը շուկայական եւ սոցիալական բարեփոխումներից մինչեւ Եվրամիության եւ Հայաստանի միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ վիզաների ազատականացման երկխոսության ներուժի լիարժեք իրացում։ Իհարկե, այն մարդը, որը վճռականորեն աջակցում է, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հետ կապված հաջորդ քայլը անի, հասկանանք, որ ինքը Եվրամիության կողմից մերժված անձ է եւ քննարկումների ժամանակ անընդհատ փորձում են իրան ձայնի իրավունքից զրկեն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոին եւ Հունգարիայի վարչապետին Վիկտոր Օրբանին, ասել, որ ինքը կարող է իր փորձով մեզ ցույց տա, թե Եվրամիության հետ ինչպես համագործակցել։ Նա լավագույն դեպքում կարող է ցույց տալ, թե ինչպես դառնալ Պուտինի ագենտ Եվրամիությունում։ Մի պարագայում, որ նրան ձեռքը արդեն Եվրամիությունը կրակն է ընկել, նոր անդամներ ընդգրկելով, նոր գործակալներ ընդգրկելով հաստատ նրա ցանկությունը չունի։ Դրա համար, ինչպես տեսնում եք, Վրաստանի հետ կապված վերաբերմունքը ինչքան է կոշտացված, այն ինչ որ կարող են զիջել մինչև այդ փուլը, հիմա շատ կատեգորիկ ասում են, եթե այսպես չես վարվի, հաջողություն ուրեմն մեր հետ անելիք չունես։ Եվ նախ որ մենք Սլովակիայի հիմնական գործընկերն ենք, չմոռանանք, թե Սլովակիան ոնց է իրան կոտորում Ադրբեջանի հետ կապված փոխհարաբերություններում, ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված։ Եթե մենք հիմա պատրաստում ենք Սլովակիայի հետ նաև ռազմական համագործակցության հարցեր քննարկենք, թե ինչ անենք, ինչպես համատեղ գործենք, նա այն ինչ որ իր հետ կպայմանավորվենք, 15 վայրկյան հետո Ալիևը կիմանա։ Այնպես որ չի, որ ասենք Ալիևը Փաշինյանի միջոցով չի իմանում ինչա կատարվում, բայց նաև մեր ռազմական մի շարք քննարկումներ, որը կարող է հետը բանակցեց որպես գործընկեր, շատ արագ դա կարող է հասնի Ադրբեջանի։ Եթե մինչև հիմա Ֆիցոն չգիտի, որ ստեղ գիտեն, թե ինքը ով է, շատ վատ է։ Եվ այս հարցում նրա աջակցությունը առնվազն խիստ զարմանալի է, որովհետև դա նաև առաջացնելու է հակազդեցություն Եվրամիության անդամ երկրների կողմից, թե ով է ձեր գործընկերը, կամ որ հիմա արդեն հետը քննարկում են ռազմական համագործակցության ծրագրեր, ոչ միայն, ասենք, սովորական սենց զրույցներ անելը, էլի։ Եվ մեկ էլ, երբ որ ինքը խոսում է աջակցության մասին, որ Հայաստանի միջև համապարփակ եւ ընդլայնված Եվրամիության գործընկերության համաձայնագրի եւ վիզաների ազատականացման, այդ երկու բանը ընդհանրապես պետք չի իրար հետ խառնել։ Վիզաների ազատականացման հետ կապված պայմանավորվածություն Հայաստանը ձեռք է բերել։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին եւ խոսում ենք, այն ժամանակ արդեն կար, բայց այդ պայմանագրի մաս մի շարք կետեր կա, որ Հայաստանը չի կարողանում կատարի։ Անընդհատ հաշվի առնելով, որ ժողովրդին այս վիզաների հետ կապված հարցը շատ դուր է գալիս, այ հիմա տեսեք վիզաների հարցը լուծում ենք։ Դա արդեն պայմանավորվածության մեջ ժամանակին կար։ Ու այս բանակցությունները դա սովորական ընթացակարգ է։ Եվ դեպքում, երբ որ այդ նույն համաձայնագրի 60%-ը իրականություն հազիվ է դարձել, մնացը չի էլ արվել։ Եվ մանավանդ գիտենք, որ այս վիզաների հետ կապված հարցը տարիներ է տևելու։ Պետք չի սենց ոգևորել ժողովրդին ամբողջ այն ինչ որ Եվրամիության մասին խոսել, ամբողջը բերել հանգեցնել, ժողովրդյան էսա հանգիստ եղեք, հենց լավ ելնեք վիզաները հանելու են, էլի։ Սա շատ պրիմիտիվ է, էլի։ Հիմա ինչ ասե Ֆիցոն, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն Սլովակիայի համար կենսական գործառնական միջավայր են։ Եվրամիության անդամակցության շնորհիվ Սլովակիան ունեցել է
քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացում եւ հասել որակի այնպիսի մակարդակի, որն այլևս անհնար կլիներ պատկերացնել։ Աջակցություն խորը համագործակցություն Եվրամիության հետ եւ ինտեգրում տնտեսական ոլորտներում, որոնք կարող են նպաստել մեր քաղաքացիների բարեկեցության աճին։ Իհարկե երեկ էլ ես ասացի, որ Սլովակիան Եվրամիության անդամ է դարձել 2004 թվականի մայիսի 1-ին, դրանից առաջ մարտի 29-ին արդեն դարձել էր ՆԱՏՕ-ի անդամ, հիմա ասենց Եվրամիությունը ներկայացնում է, թե ինչքան կարևոր է Եվրամիությունը իր համար։ Դու մտածում ես, դե մարդ է էլի, դե ասում է, լավ, բայց եկել է մեր դաշտում, բողոքում է իրանց տնեցիներից։ Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք կարող քննադատաբար վերաբերվել Եվրամիության որոշ քաղաքականությանն ու որոշումներին։ Օրինակ իմ կառավարությունը դեմ է Եվրոպական հանձնաժողովի վերջին առաջարկներին ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը։ Սլովակիան վճռական քայլեր է ձեռնարկում էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման համար։ Մենք հասկանում ենք մեկ մատակարարիչ չափից ավելի մեծ կախվածության ռիսկերը, բայց Եվրամիության ներկայիս առաջարկը իմ կարծիքով անհեռատես է, ասել է Ֆիցոն։ Հիմա խնդիրը նա է, մարդիկ համոզվել են, որ Ռուսաստանը ոնց է էներգետիկ շանտաժ անում Եվրոպային։ Մեծ դժվարությամբ իրանք փորձում են այդ կախվածությունից պոկվել։ Մեծ դժվարությամբ նաև խնայողության ռեժիմ մտցրեցին սկսած 2022 թվականից, այլ հոսքագծեր, այլ ուղղություններ, հազար ու մի բան փորձարկեցին, այո, նաև թանկ վճարեցին, վերջապես հասան նրան, որ Ռուսաստանից կախվածությունը պակասեցնելով իրանց հարցերը կարգավորեն, հիմա Ֆիցոն գտնում է, որ չի կարելի Ռուսաստանից կտրվել, ժողովուրդ ջան։ Հասկանեք, այսինքն ինքը որ ասում է վճռական քայլերը էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման, բայց ինքը միևնույնն է, ինքը համարում է, որ Ռուսաստանից կախվածությունը իրանց համար մեծ առավելություն է, որովհետև ինքը Պուտինի մարզպետի նման մարդ է, եւ այս պարագայում իհարկե իր համար դժգոհություն է։ Չմոռանանք, որ Ռուսաստանն անգամ ակնկալում էր, որ Ամերիկան ճնշում գործադրի Եվրոպայի վրա, որպեսզի վերականգնեն ռուսական մատակարարումները։ Եվ շատ երկրների, այսինքն Սլովակիայի այս կարգի որոշումը դեմ գնալ, ցանկացած պարագայում ռուսական սանկցիայի դեմ խոսել, ասել ինչի եք սանկցիա կիրառում, պետքա սանկցիաները հանել է, սանել են։ Այսինքն ինքը լրիվ համաեվրոպական ծրագրին դեմ քայլեր անող անձնավորություն է։ Եվ ասենք, չասենք մենակ ինքը, որովհետև եթե իր երկիրը դա հանդուրժում է, ուրեմն արդեն մենակ ինքը չի։ Արդեն իր երկիրն է, որովհետև շատ դժվար է պատկերացնել, որ Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ արդեն ավելի քան 20 տարի, Եվրոգոտո անդամ, Շենգենի անդամ երկիրը մտածում ենք, որ մի հոգի եկավ ու դարձրեց բռնապետություն։ Դե ուրեմն եկեք մտածենք, այդ ինչի մասին է խոսքը։ Եթե դա այդպես չի, ուրեմն դա է ժողովրդի ընտրությունն է։ Չէ գնայիք ոնց ուզում եք տապալեիք, կամ ընտրությամբ տապալեիք, կամ գնայիք փողոց լցվեիք տապալեիք։ Եթե չեք անում, ուրեմն ձեզ այս վիճակը ձեռք է տալիս։ Մենք էլ մեր եզրակացությունը անենք, թե ով է եկել մեզ բացատրում Եվրամիության հետ ոնց աշխատել։ Երևանյան երկխոս, հետո մի բան էլ նկատենք, որ դուք պատկերացրեք, որ հիմա գալիս է Հունգարիայի վարչապետը, որ այս երկխոսության շրջանակները մեր եկել ասցին, կարար հանգիստ կար մասնակցեր գնալ, սովորական աշխատանքային այցով, որովհետև ստեղ է անցկացում, ստեղ է գալիս։ Բայց հատուկ կարգավիճակ տվեցին, իրան պաշտոնական այցով դիմավորեցին, հատուկ արարողակարգով եւ այլն, այսինքն կարևորելով իր այցելությունը, դրանով ինքը եկավ մեր դաշտում դրեց Եվրամիության իր գործընկերներին քննադատեց, մեր ինչին էր դա պետք։ Եվրոպական երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտարապես 60%-ը համարել Արևմտյան Ադրբեջան։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հիմա մի հատ պարզաբան։ Ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, անկեղծ խոստովանություն։ Վերջին տարիները Ադրբեջանը սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի 60%-ը համարել Արևմտյան Ադրբեջան։ Բան չի վերջի տարիներն, ինչի՞ բայց շուտ չէր ասում։ Դե շուտ չէր կարա ասեր։ Դե գիտեր դա ֆանտաստիկայի ժանրից է։
Այդ համար որ ասում ենք եթե զիջում ես ախորժակ ես բացում հիմա եթե դու խոստովանում ես որ նոր ասկսել այդ մասին ասել վերջի տարիներին ինչ է նշանակում Արցախը տանք պրոբլեմ չկա վերջապես կհանգստանա էլ ոչ իվան չի ուզի այ մի փոքր կտորել ուզում մի քանի տեղ մտելա դելավ էտել իրան տանք կամ են սև լճի մոտենով պետք է գնար պահել մթամետ ինչին էր պետք է մեր տարածքը էտել իրան տանք Հետո ինչ ստացվեց, այն 4 գյուղը ընդհանրապես մեր 2.5-ներ մեր վերահսկողության տակ, էդ էլ իր գյուղերն էր, բերեք էդ էլ իրան տանք, մենակ խաղաղության գնանք, մի հատ քաշենք մի հատ փշալար ու ասենք, ժողովուրդ ջան, խաղաղ հանգիստ ապրում ենք։ Հիմա հասկացաք ինչ է կատարվում։ Ինչը զիջեցիր ախորժակը բացելու ես։ Կան չարար, մեկը առաջ է գալու։ Ձև չկա Առաջ է գալու արդեն մեկը եթե գիտի դու իրանից վախենում ես կամ կգա ճնշում գործադրելով բանակցային սեղանին իր ուզածը կստանա կամ դա կանի ռազմական ճանապարհով գիտի դու վախենում ես ու այդ վախը տարածում ես քույ ժողովրդին այ ժողովուրդ ջան ինչի պիտի կռվենք խաղաղ պիտի ապրենք մեզ խաղաղություն ա պետք մեզ էս ա պետք կարելակարծել ժողովուրդն իրան կոտորում էր կռվելու համար բայց ժողովուրդը մտածում է հայրենիքի պաշտպանելը դա սուրբ գործ է ոչ թե նա ցանկանում է գնա մեռնել բայց դա ասում մահվանից մեծ բան է որ եթե ես իմանամ որ կարա իմ հայրենիքը պաշտպանեմ ես դա չարեցի այդ մարդկան չի կարելի կոտրել այլապես ինչքան ուզում ես զենք բեր մի քանի ժամվա ընթացքում տեսակ ինչքան զենք հանձնեցին Արցախում հիմա դնենք մի կողմ կպատմեն դե տենց ստացվեց որ կռվեինք սենց կլեր զոհեր կտայինք հասկացանք բայց կուտակած այդքան զենքը Մոսին հրացանով դուք տարածք եք գրավել 1898 թվի արտադրությամբ Տիրի հրացանով Արցախ եք ազատագրել Այն ինչ որ ճարել եք ստեից ընդերից Արցախ եք ազատագրել որցորդական հրացանով ու տալ եք միլիոնավոր տասնյակ ու 100 միլիոնավոր դոլարների զենքը դե ասում եք եթե կռվեինք կսպանեին այսինքն նշանակում է զենքը դեռ ոչինչ չի տալիս եթե այդ զենքի հետ կապված չկա բարոյահոգեբանական մթնոլորտ կռիվ տալ մեր հողի համար եթե ճշտամիտ հասկանում է որ դու կռվելու ցանկություն չունես Ոչ մի զենք քեզ չի փրկի։ Ես դրա համար եմ ասում, նույնիսկ եթե մենք ատոմային ռումբ ունենանք, մերոնք կմտածեն, թե ում վրա վաճառեն դա։ Թուրքիայի, Ադրբեջանի, թե Իրանի, ով ավելի մեծ փող կտա։ Ու նետ որ դա պետք չի ողջևորվել։ Մեր հարևանը կունենա ատոմային ռումբ, դրանից մենք ինչ ենք շահելու։ Չկասկածեք, որ մերոնք դա կվաճառեն։ Իզուր պետք չի տենց երազների հետևից այնել։ Հիմա եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, նշել է Փաշինյանը։ Սա հերթական անգամ ինքը ասում է, որ սահմանադրական դատարանը ասել է, որ տարածքային պահանջ մեր սահմանադրության մեջ չկա։ Եթե սահմանադրական դատարանը տարածքային պահանջներ չկա, դա ասել է, բայց Ադրբեջանը չի ընդունում։ Այսինքն դու բանակցություն ես վարում մեկի հետ, խաղաղության կետերը լրիվ համաձայնեցել ես, դա մեզ ներկայացնում ես որպես այնպիսի ձեռքբերում, որ այլևս պատերազմ չի լինի խաղաղությունը ալնելու, Ադրբեջանը դա չի ընդունում։ Ու բացի դրանից խաղաղության պայմանագրի հետ կապված սահմանադրական դատարանը եթե եզրակացություն տա, նշանակում է որևէ տարածքային պահանջար չկա, դա էլ չի ընդունում։ Մեզ պետք չի համոզել, մենք համոզված ենք։ Եթե այդքան համոզիչ ձևով ասում ես ու դիմացինը չի ընդունում, բան ինչով ես համոզված, որ ինքը ռազմական էսկալացիայի ճանապարհով չի գնալու։ Ինչի՞ ես դες 100% համոզված։ Ինչի քարորիա պատերազմի ինքը նախապես հայտարարեց ու նոր հարձակվեց։ Հանկարծակի է չէ արել։ 44 օրյա պատերազմը հայտարարեց, որ տես հա պատերազմ հայտարարել նոր հարձակվեց։ Հանկարծակի է չէ արել։ Այսինքն ինչ նա երաշխիք տալիս, որ 44 օրյա պատերազմի ժամանակ ինքը կարար հարձակվեր, իսկ հիմա չի հարձակվի։ Որովհետև ուզում ես ասես, որ 44 օրյա պատերազմի ժամանակ դե պայմանավորվել էինք, որ հարձակվեր, որ չհարձակվեր, մենք ոնց կարող էինք հողերը տալ, ժողովուրդը բա մեզ կթողեր, ոնց որ ազգային ժողովի բարձրամբյոնից ասեց։ Եվ ով կթողեր անենք։ Այս նույնը պետք է անենք, հանձնենք, բայց առանց զոհերի։ Բայց ով կթողեր, որ մենք դա անենք, եթե զոհեր չտայինք։ Այսինքն դա այնպես չի որ որևէ մեկ իրար շարռանում, այդ ինքն ասե ազգային ժողովի բարձրամբյոնից։ Այսինքն ինչա հավատանք, որ իմ Ադրբեջանի հետ պայմանավորվել եք դրա համար պատերազմ չի լինի։ Պրետենզիա ներկայացնող, անընդհատ կրակող, անընդհատ պահանջ ներկայացնող, անընդհատ շանտաժանող Ադրբեջանը բան չի պատերազմելու, որտեղից Նիկոլ Փաշինյանին այդ երաշխիքը 100%-անոց, որը էնել մի անգամ արդեն իր օրոք պատերազմ տեսած երկրի հետ։
Ուրեմն այն մեկը պայմանավորված պատերազմ էր։ Բա էտա ուրիշ ինչ կա չհասկան։ Այս մեկն է պայմանավորված, որ թող այ մարդ մի քիչ այս քայլերն արա, բայց թող մի հատ ընտրվենք, որ քու ուզածը անենք։ Ժողովրդից մանդատ ստանանք, որ քու ուզածը անենք։ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանը պաշտոնապես խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է երկու հարցի հետ, առաջինը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը ստեղծվել է բանակցային հարթակ ծառայելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի տարածք, հայտարարել է Փաշինյանը։ Երկրորդ հարցը վերաբերում է սահմանադրությանը, որի մասին ասենք, պարզ է, որ կողմերը չպետք է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ունենան, բայց եկեք հասկանանք, արդյոք Հայաստանը նման պահանջներ ունի սահմանադրությունում։ Դե այդ որի մասին պարբերաբար խոսում է։ Մինսկի խմբի հետ կապված 100 անգամ ինք էս նույն միտքը ասել, 100 անգամ էլ ասենք հետեւյալը։ Ինչ կապ ունի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը քո խաղաղության պայմանագրի հետ, որ մեկը մեկի հետ կապում ես։ Եթե դու ասում ես Արցախի հարցը լուծված է, մենք Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի կազմում, դա ասել ես 2022 թվականին Պրագայում։ Լավ 2022 թվականին ասելուց հետո էլ կանգնել ասել ես 91 թվականին էր հանձն։ Արցախի հարց գոյություն չունի։ Կանգնում ես ազգային ժողովի բարձրամբյոնից ասում ես մենք Արցախի օրակարգ չունենք, ժողովուրդ ջան, բայց դեպքում եթե դու չունես Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը Հայաստանի նախաձեռնությամբ, բա ստեղծվե։ Այդ մարդիկ ստեղծել են, Հայաստանն, Ադրբեջանն էլ համաձայնվել են կարգավորման հետ կապված։ Հիմա եթե այդ մարդիկ գտնում են, որ դրա հնարավորությունը չկա, թող լուծարեն։ Կայլակարծել մեզ պետք է հարցնել լուծարեն կամ չլուծարեն։ Ինչի Ադրբեջանը պնդում, որ Հայաստանը դա ներկայացնի, որպեսզի ամբողջ այդ ընթացքում ցույց տա, որ Հայաստանը անօրինական ձևով է մտել Ադրբեջանի տարածք օկուպացրել եւ այլ եւ այլ։ Այսինքն մենք ինչի ենք կապում այդ երկուսը իրար հետ ու ասում, որ էսը Ադրբեջանը իր տարածքում հարցը լուծել է, հիմա ցանկանում է այդ կոնֆլիկտը տեղափոխի Հայաստանի տարածք։ Ինչի՞ պիտի կոնֆլիկտը տեղափոխի Հայաստանի տարածք։ Դա ինչ կապ ունի, եթե դու Արցախից հրաժարվել ես։ Կամ ինչի ես դա կապում մեկը մեկի հետ։ Կանգնի եւ ասա, Արցախի հարցը մենք հայտարարել ենք, որ Արցախի հարցի ընդհանրապես որևէ բանի հետ կապ չունենք։ Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի կազմում, հա։ Ասել ենք մենք Արցախի օրակարգ չունենք։ Է գնացեք դուք էլ լուծարեք, մեզանից ինչ եք ուզում։ Հիմա ինչի եք մեզ նորից Արցախի հետ կապում։ Որպեսզի մենք Արցախի հետ կապված նախաձեռնություն հանդես բերենք, մեր հետ քննարկումներ սկսեն, համանախագահ պետությունները մեզ բացատրեն, որ դա ճիշտ չի, Արցախի հարցը փակված չի։ Հիմա էլ Հայաստանին մեղադրեք, ասեք, տես դիտավորյալ ինքը շարունակում է այդ քննարկումները։ Ինչու էս քննարկումը շարունակում, որպեսզի քննարկումը չշարունակեմ, ասեմ, այդ հարցը փակված է, գնացեք դուք այդ հարցը ինքներդ էլ լուծեք։ Ինչի են նորից մեր վրա պարտավորություն վերցնում, որ այդ հարցը փակված չի, քանի դեռ ստորագրված չի խաղաղության պայմանագիր։ Խենք մենք այդ կոզերը տալիս Ադրբեջանի, քանի 100 անգամ պետք է ասենք, մի արեք նման բան։ Բայց հիմա դրա պատասխանը Ադրբեջանն է տալիս։ Այդ դրան է կհասնենք։ Ինչ ասում Փաշինյանը, մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին եւ պատրաստ ենք շարունակել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել համաձայնագրի եւ այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք հիմնովին կփոխեն իրավիճակը եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը։ Երևանն առաջարկում է ստորագրել միանգամից երկու փաստաթուղթ, դեռ ինչի մասին ասում ենք։ Խաղաղության պայմանագիր եւ ԵԱՀԿ Մինսկի լուծարումը։ Հայաստանը ամեն ինչ կանի, ինչ կախված է իրենից, ի հեճուկս բոլոր սադրանքների Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, ու դա ինձ համար շատ միանշանակ է, հավելել է վարչապետը։ Ոնց կարող ես դու մտածես, որ այդ երկիրը սադրանք ով է անում։ Երկու կողմ կա, երկուսից մեկն է սադրանք անում, դու չես անում։ Ադրբեջանն է անում։ Այսինքն Ադրբեջանին ասում ես ի հեճուկս քո սադրանքների խաղաղություն առնելու պատերազմ չի, ում անունից ես դու դա հավաստիացնում։ Ով է քեզ լիազորել ասես, որ պատերազմ չի լինելու։ Ադրբեջանն է քեզ ասել։ Ադրբեջանը այնքան է ոչ հրապարակային բաներ ասել, որից հրաժարվել է։
Մեկ էլ դրել է բացահայտել է մի բան, որը փակ հանդիպման ժամանակ է քննարկել Փաշինյանի հետ եւ որի պարագայում ինքը ասել է, բա սենց բան է ինձ խոստացել, որպեսի ցույց տա, որ էսա ձեր երկրի ղեկավարը։ Այսինքն որ դեղից է գալի այդ երաշխիքը, համ նշում ես, որ սադրանքներ է արվում, ի հեճուկը սադրանքների խաղաղություն ա լինելու, որտեղից այդ երաշխիքը։ Ասեք մենք էլ իմանանք, ասեք Ալիևը խոստացել է, դրա դիմաց դու ինչ ես խոստացել։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի համար Հայաստանը կարևոր երկիր է։ Դրա համար է, որ Իրանը տասնամյակներ շարունակ պահպանել է լավ հարաբերություններ Հայաստանի հետ։ Դրա համար կան շատ պատճառներ գեոստրատեգիական, գեոտնտեսական, գեոմշակութային նշանակությունը երկկողմ հարաբերություններում, ասել է փոխնախարարը։ Իմ ցանկությունն է լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է կտրել կապը տարածաշրջանում, դա անընդունելի է մեր տարածաշրջանի ապագայի համար։ Իդեպ փոխնախարարը նաև հայտարարեց, որ կազմակերպում են այցելություն, որ Հայաստան գա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, հիմա կտեսնենք, թե դրա հետ կապված ինչ զարգացումներ են լինում Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որի պարագայում նաև կհասկանանք, թե որքանով է այս պահին մեզ համար դա նպաստավոր։ Եթե Ամերիկայի հետ պայմանավորվածություն ձեռք բերի, միանշանակ նպաստավոր է, եթե Ամերիկայի հետ պայմանավորվածություն ձեռք չբերի, բավական խնդրահարույց է։ Դրա համար պետք է մի քիչ զգուշավոր լինել այս հարցերում, որտեղ Իրանի ակտիվությունը չափազանց մեծ է Հայաստանի նկատմամբ եւ փոխայցելությունները Հայաստանից գնալը եւ գալը, բայց եւ Միչանսկի հետ կապված ինչ է ասում Միչանսկի տրամաբանությունը։ Այսինքն Միչանսկը մարդիկ չեն ընկալում որպես զուտ ճանապարհ Հայաստանի տարածքով անցնելու։ Ասում եմ Միչանսկի տրամաբանությունը նա է, որ անընդունելի է տարածքի նկատմամբ, որ տարածքը կտրվի։ Այսինքն իրանք հասկանում են Միչանսկը Հայաստանի ձեռից տարածքը վերցնելու մասին է խոսքը։ Բայց ով է Միչանսկի մասին տենց մտածել, որ եթե մենք խոսում ենք կոմունիկացիաների բացվելու մասին, մենք քննարկում ենք ինչ ենք քննարկում, որ այդ ճանապարհը լինի Հայաստանի իրավազորության ներքո եւ նաեւ վերահսկողություն սահմանի, տրանզիտ գալու է բեռը անցնի, Չինաստանից գալու է գնա Եվրոպա։ Չենք ուզում մի հատ իմանանք Ադրբեջանը այդտեղ ինչ է ստանում եւ ինչ է ուղարկում Նախճեվանի տարածք։ Առավել եւս, որ մենք գիտենք, որ դա ընդամենը ներքին բեռնափոխադրումներ չի լինելու Ադրբեջանի մայր տարածքից մինչեւ Նախճեվան։ Իսկ հիմա Հայաստանից բացատրում են, որ մենք դրա համար ասում ենք այդ միջանց բառը տերմինը չի կա, դուք ուրիշ բառ ասեք։ Կոմունիկացիաների ապաշրջափակում եւ այլ, ի վերջո ինչ կարգավիճակ։ Հասկացանք Հայաստանի տարածքի իրավազորության ներքո ինչ կարգավիճակ։ Ինչ է ասում Փաշինյանը։ Գնացները կարող են գալ, անցնել անձնագրային սահմանային վերահսկողություն եւ հասնել մինչեւ Նախճեվան եւ հակառակ ուղղությամբ։ Սա Հայաստանի առաջարկներից մեկն է, ապահովելու կապվածվածություն Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև։ Այս առաջարկը պաշտոնական է եւ սեղանին է։ Այդ որ ասવા պաշտոնական է եւ սեղանին է, մոռանում է, որ մենք հիշողությունից վատ չենք, որ Հայաստանի արտգործնախարարն ասեց, եթե ժամանակին գոնե արձագանքում էին դրան, հիմա շատ սառը չեն էլ արձագանքում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասեց, բա մենք ասել ենք, նայեք կգանք սկաներները կդնենք, կգանք կանցնեն, իսկի չենք էլ վերահսկի, մենակ թե համաձայնվեք։ Իսկ իրանք ասին չէ։ Փաշինյանն է գնացությունիկ, ասեց միլիարդներ փող կստանանք, երբ որ ստեղով բեռներ անցնեն։ Էլի որևէ ձևով մարդկանց համոզեց, համարենք համոզեց, ենթադրենք։ Չնայած մտավախությունը մնաց, բայց մեզ պետք չի համոզել։ Լավ մի հատ Ադրբեջանին համոզի, այն ինչ որ դու ասում ես, ինքը ընդունում, հա։ Է չի ընդունում։ Բա մեզ ինչի ես համոզում։ Մենք ասում ենք այն ում հետ որ ասում ես չեք հասկանում, որ պետք է գնանք խաղաղության, որ լավ ապրենք, այդ մարդը քեզ այդ խաղաղություն չի ուզում։ Այս ինքնախաբեությունն ում համար է։ Այնքան եք որոշե մարդկանց խաբեք, ոչ մեկը չի խաբվում, հիմա դուք եք ձեզ խաբում, որ ձեզ թվում է թե մարդկանց կարող եք խաբել։ Իսկ հիմա նայենք, լավ այդ ընթացքում Ադրբեջանի հետ կապված պատերազմ չի լինելու, ամեն ինչ լավ է, խաղաղություն ալնելու, ոչ մի սադրանքի պիտի ուշադրություն չդարձնենք, այն ինչի մասին, որ հիմա ինքը ներկայացրեց միջազգային ֆորումում, մարդիկ էլ լսեցին Հայաստանի վարչապետի հուսադրող խոսքերը։ Հիմա դրան զուգահեռ, բա ում հետ որ խաղաղության ես գնում, նա ինչ է ասում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. ցավոք Արևմտյան Հայաստանում մեր պատմական հողերի վրա, որտեղից վտարվել են մեր հայրենակիցները, գիտակցաբար եւ համակարգված կերպով իրականացվում է ադրբեջանական ժողովրդի հարուստ նյութական եւ հոգեվոր ժառանգության լիակատար ոչնչացման կամ կեղծման պատմական եւ էթնիկ տարածքներում ադրբեջանցիների հետքերի ջնջման քաղաքականություն։ Այսինքն այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է վերջի տարիներին ասում են Արևմտյան Ադրբեջան, այսօր էլ Ալիևն ասում, որ այո Արևմտյան Ադրբեջանում նաև իրենց մշակութային ժառանգությանը պետք է տեր կանգնեն։ Մարդիկ պետք է գան իրանց տները եւ այդ մշակութային ժառանգությանը տեր կանգնեն։ Ալիևը նշել է, թե մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության Ղազիների խորհրդի նիստում ընդունված Երևանի Ղազիթայի գործունեությունը վերականգնելու որոշումը կարևոր քայլ է պատմական արդարության ապահովման եւ Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանական մշակութային եւ կրոնական հոգեվոր ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու ուղղությամբ։ Հիմա ժողովուրդ ջան, այս ամեն ինչը հայկական լրատվամիջոցներով լրիվ սենց ողողած տարածված է, թե ինչ կարծիք է հայտնում Հայաստանի վարչապետը, ինչ կարծիք է հայտնում Ադրբեջանի նախագահը։ Հիմա դուք որ սա լսեցիք, դուք հավատում եք, որ մենք գնում ենք խաղաղության գործընթացի, կարգավորման ենք գնում, հա։ Դուք տես բան զգացիք։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է արդեն այսօրվա Փաշինյանի հայտարարությանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի ժամանակ արված հայտարարություններին։ Հաջիզադեն ասել է, թե իբր Հայաստանի վարչապետի կողմից 2025 թվականի մայիսի 26-ի Երևանյան երկխոսության ժամանակ կրկնված դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս Հայաստանի անպատրաստ լինելը փոփոխություններ մտցնել իր սահմանադրությունում, տարածքային պահանջներին անդրադառնալու եւ խաղաղության գործընթացում արկա խնդիրները լուծելու համար, այլ հարցեր է առաջացնում խաղաղության նկատմամբ Հայաստանի հանձնառության վերաբերյալ, այսինքն Հայաստանը խաղաղություն չի ուզում, ժողովուրդ ջան։ Մարդը մեղադրում է մեզ կոնկրետ եւ ասում է սահմանադրությունը համառորեն չեք ուզում փոխեք։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, քեզ չի հաջողվում ասել մեր սահմանադրական դատարանի որոշումը լրիվ հիմք է տալի ասելու, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Մենք դա լսել ենք 100,000 անգամ։ Դա նույնը լսել է 100,000 անգամ նաև Ադրբեջանը, որովհետև իրանք էլ են, չէ, եթե իրանք չլսեին քո խոսքը, դեռ խոսքը չավարտածն չէին արձագանքում։ Համոզիչ չի դա իրանց համար, իրանք շարունակում են իրանց պահանջը։ Դա նշանակում է իրանք խաղաղության չեն գնում։ Եթե նա կապում է խաղաղությունը երկու նախապայման է դնում, երկուսից ոչ մեկը չես կատարում, նշանակում է դա հիմք է տալիս իրան ասել խաղաղություն դու չես ուզում։ Ինչի տարար լրիվ կապեցիր իրար։ Ինչ գործ ուներ սահմանադրությունը կապեիր խաղաղության հետ։ Նաև հարցեր է առաջանում, թե ինչու է Հայաստանը անտեսելով Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը ամեն կերպ դա կապում խաղաղության պայմանագրի հետ, փորձելով պահպանել այս հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։ Հիմա տեսնում եք, Ադրբեջանը կոնկրետ մեղադրանք է ներկայացնում, ինչի եք այդ երկուսը կապում իրար հետ։ Հարց է ծագում, իսկ ինչի եք կապում։ Իմաստը Այդ կառույցը ասում է հնացած, եւ այլ, ասպես լավ հնացածը բանը, դուք էլ դիմեք թող լուծարեն։ Հարցը բարձրացրեք, թող համանախագահ պետությունները քննարկեն ու համարեն դա անիմաստ է։ Ինչ կապ ունի։ Եթե նրանք գտնեն դա անիմաստ է, Հայաստանն ուզենա պահել չի կարա։ Եթե նրանք գտնեն, որ պետք է պահել, Հայաստանը առաջարկի էլ չեն լուծարելու։ Այսինքն Հայաստանը որևէ դերակատարություն չունի։ Ինչի է Հայաստանը իր վրա պարտավորություն վերցնում, որ հիմա իրան մեղադրում է, որ դա դիտավորյալ է ցկում դա, որովհետև չես ուզում հարցը փակես։ Այն դեպքում, երբ որ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցը փակել է Արցախի, դա որևէ ցանկություն չունի Արցախով զբաղվելու։ Հակամարտության լուծման հետ կապված, որը Մինսկի խմբի գործունեության ոլորտն է, Ադրբեջանն իրավացիորեն պահանջել է այս խմբի լուծարումը։ Այս քայլի հետաձգումը կասկածներ է առաջացնում Հայաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ։ Պնդումը, որ Մինսկի խմբի լուծարումը նպատակ ունի փակել հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում եւ այն տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք, բացարձակ մանիպուլյացիա է։
Բասա այս քու լավ գործընկերները չէր, որ թեյ էիր հրավիրում Ալիևին, որ նես լավ իրար հետ քննարկում էիր, լավ պայմանավորվեցիք, որ եկող տարվա համաժողովը Հայաստանում անցնի, 28 թվինն էլ Ադրբեջանում անցնի, Ադրբեջանը համաձայնվի Հայաստանում անցնելուն, դու էլ համաձայնվես Ադրբեջանում անցնելուն։ Այստեղ էլ Հայաստանը որոշ մարդիկ ոգևորված ասին, տեսակ 2026 թվականին Հայաստանում անցնելու քաղաքական համաժողովը, տեսակ Հայաստանի ժողովրդավարությունը, եվրոպական հարթակը եւ այլ չէին հասցրել տպագրել իրանց կարծիքը, Փաշինյանը ինչ անհարմար ստացվեց, տպագրեց, որ դա փոխադարձ պայմանավորվածությամբ Ադրբեջանում էլ է անցկացվելու, մենք էլ Իրանն ենք պաշտպանել։ Այսինքն այդ եվրոպական հարթակի ժողովրդավարության ջատագով այդ ուղղությամբ նպատակային քայլեր անողը եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաքայլ են դա անում, որովհետեւ միասին պայմանավորվել են երկուսի մոտ էլ անցկացնեն։ Ուղղակի ափսոս, մի քիչ չսպասեցին, մի հատ տենան Փաշինյանը ինչա պարզաբանում, արդեն դա վերագրեցին, որ Հայաստանն արդեն ճանապարհը անգել, տվել անցել է արդեն, եղբայր, արդեն հասել է Բրյուսել է հասել։ Հաջիզադեն նաև նշել է, թե Հայաստանի վարչապետի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին հայտարարությունները իբր փաստերի խեղաթյուրում են եւ ադրբեջանցիները անօտարելի իրավունքների ականած ճխտում, որոնք կազմում են Հայաստանի բնակչության մեծամասնությունը եւ այլ եւ այլ։ Այսինքն դուք հասկացաք, չէ՞ ինչ է կատարվում։ Սա է ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար մենք գոնե նայենք, թե ի վերջո լավ ինչ ենք սպասում։ Լավ, այսքանը հասկացանք այս Ադրբեջանի հետ այս քայլերը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն պատասխանելով հարցին, արդյոք ռազմավարական գործընկերության պայմանագիր կկնքվի Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև, հայտարարել է. «Իմ գործընկեր Արարատի հետ մտադիր ենք նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, այդ թվում պաշտպանության ոլորտում։ Մեր երկու երկրների եւ մեր ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն իսկ մեծապես ռազմավարական են, հաշվի առնելով, որ բոլոր այն համագործակցությունները, որոնք առկա են», ասել է Ֆրանսիայի նախարարը։ Նույն հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք արդեն թվարկեցին բազմաթիվ գործիքներ, ուղղություններ, որոնք կարելի է ասել չունեն երկրներ, որոնք ունեն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Հարցը կընդունենք որպես ՀՀ քաղաքացիների կողմից տրվող ուղիղ հանձնարարական եւ ինչպես արդեն ասվեց, կաշխատենք այն ուղղությամբ, որ այդ խորը համագործակցությանը նաեւ փաստաթղթային ձևակերպմամբ ճիշտ անուններ եւ որակավորումներ տրվի, նշեց Միրզոյանը։ Այգե Ֆրանսիայի հետ չափազանց կարևոր է այդ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, պետք է դրա հետ լուրջ աշխատել, որովհետև Ֆրանսիան բացի Հայաստանի բարեկամ լինելը շատ լուրջ դերակատարություն ստանձնե եվրոպական անվտանգության հետ կապված եւ աշխարհաքաղաքական հարցերում շատ լուրջ դերակատարություն ունի համախմբելու Եվրոպային։ Այդ պարագայում մեզ համար առավել եւս երբ որ տեսնում ենք ինչ է կատարվում, այս անկանխատեսելի իրավիճակը Ֆրանսիայի հետ աշխատելը շատ կարևոր է, բայց ուղղակի հասկանանք ինչ է պատկերացնում Ֆրանսիան, ինչ ենք պատկերացնում մենք։ Ժան-Նոել Բարոնն նշել է, որ Փարիզը զինտեխնիկա է տրամադրում Հայաստանին իր ինքնիշխանությունն ապահովելու հնարավորություն տալու համար։ Իհարկե սա շատ լավ է, դրա մասին շատ կարևոր է դա մեզ համար Ֆրանսիայի աջակցությունը, բայց որպեսզի ասում եմ հասկանանք, մենք նույն բանն ենք հասկանում այդ ռազմավարական գործընկերությունը։ Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է. «Հայաստանը մենակ չէ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներում, որովհետև Եվրամիությանն անդամակցելը մի բան չէ, որ դու անում ես փողի համար, դու դա անում ես, որովհետև ժողովրդավարություն եւ ազատություն ես տենչում։ Երբ դու Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր ես, ինչն է ամենաբարդը, դա ոչ տնտեսական, ոչ է սոցիալական ձեռքբերումների մասին է։ Ամենաբարդ մասը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է, օրենքի գերակայության նկատմամբ, հարգանքի, ժողովրդավարության, ազատության, մարդու ազատության, անկախ դատական համակարգի տեսանկյունից։ Այսպիսով Հայաստանը մենակ չէ այն երկրների մեջ, որոնք նայում են Եվրամիությանը որպես ժողովրդավարության երաշխիք, որպես առաջ շարժվելու ազատության երաշխիք, նշել է արտաքին գործերի նախարարը։ Բայց սա է ասում, մենք դե հասկանանք Ֆրանսիան ու մենք նույն բանն ենք հասկանում։ Ֆրանսիայի նախարարն ասում է, որ փողի համար չես անում։ Բա առանց փողի Նիկոլ Փաշինյանը կհամաձայնվի։
Կամ այս ամեն ինչը որ թվարկում է ժողովրդավարություն էս Նիկոլ Փաշինյանը իր կյանքի երազանքն է Լուկաշենկոյի նման երկար պաշտոնավարի Պուտինի նման բادرամը էլ այդ բռնապետների ակումբում իրան լավ ազգում ով է ասել որ ինքը ձգտում է Եվրամիություն բա քեզանից առաջ եկել էր Լավրովի ներկայությամբ նույն Արարատ Միրզոյանն ասեց որ մենք անդամակցության հայտ չենք ներկայացրել այդ ուղղությամբ բանակցություն չենք վարում այսինքն այն ինչ որ հիմա դու թվարկում ես որ ինչքան լավ է Եվրամիություն գնալը ու Հայաստանը մենակ չի Հայաստանը իրոք մենակ չի բայց Բելարուսի հետ Ռուսաստանի հետ Ղազախստանի հետ հա մենակ չի այնտեղ էլ ակումբ է իրանց համար յոլա են գնում էլի Այսինքն դրա համար եմ ասում մենք ճիշտ ձևի ենք հասկանում թե Հայաստանն ինչ է ուզում Ֆրանսիան ինչ է պատկերացնում թե Հայաստանն ինչ է ուզում Բաժան Նոել Բարոն չի լսել Արարատ Միրզոյանի 2 օր առաջվա հայտարարությունը Դրա համար հասարակությունն էլ անելիք ունի այս հարցում որ հասկանանք թե ի վերջո այդ ձգտումները որ կա մեր հասարակությունը այդ ձգտումը ունի մեր իշխանությունները չունեն Մեր հասարակությանը պետք չի պատրաստել դրան մեր հասարակությունը լավ էլ պատրաստված է Այդպես Ֆրանսիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Եվրամիության պատասխանատվության տիրույթում է թեկնածու երկրների հետ աշխատել է, որպեսզի այդ երկրների հասարակությունների համար ընկալելի լինեն այն ջանքերը, որոնք պետք է գործադրեն մինչև ԵՄ-ին անդամակցության հասնելը։ Նախ թեկնածուները մենք շատ հեռու ենք, դեռ ասոցիացման համաձայնագիր պիտի ստորագրենք, պետք չի մեզ տենց ոգևորել, մենք սկի առաջի քայլը չենք ուզում անել։ Եվ հետո մեր հասարակությունն անհամեմատ ավելի առաջ է, քան մեր իշխանությունները։ Ուղղակի պիտի դա կարողանա ընտրությամբ ամրագրի, որպես ես խայտարակ վիճակի մեջ չհայտնվենք։ Իսկ հիմա տեսնենք ինչա կատարում աշխարհում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կոշտ արձագանքել է Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի 13 շրջանների վրա 3 տեղի ունեցած զանգվածային հարձակմանը, ասելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրիվ գժվել է։ Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան պատահեց։ Նա լրիվ խելագարվել է, նա անտեղի շատ մարդկանց է սպանում, եւ ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներ եւ անօթաչու թռչող սարքեր են արձակվում ուկրաինական քաղաքների վրա առանց որևէ պատճառի։ Ես միշտ ասել եմ, որ Պուտինն ուզում է գրավել ամբողջ Ուկրաինան, այլ ոչ թե միայն դրա մի մասը։ Եվ գուցե դա ճիշտ է, բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի փլուզմանը, կործանմանը, ասել է Տրամպը։ Իհարկե մենք, քանի որ Պուտինի ազդեցության տակ բավական երկար ենք ապրում, Տրամպը ընդամենը մի քանի անգամ իր հետ զրուցել է, էլի։ Մենք հրաշալի գիտենք, որ Պուտինը չի գեժվել, Պուտինը գիժ չի, Պուտինը գժական է գնում, ուղղակի եվրոպական բարեկեցիկ ապրած երկրների ղեկավարները սարսափում են գիժ Պուտինից, Պուտինն ասում է տեսեք ոնց է մոլորակը վերացնելու, աման, ասնատես բան հանկարծ չանես, այդ ինչ ես ասում, վայ, ասա քեզ համար ինչ անենք, Պուտինը գիժ չի, գժական է գնում, Իրանից վախկոտ մարդ դժվար է պատկերացնել, Իրան բացահայտել էր հենց իր խոհարարը որ դուրս եկավ Ռոստով արդեն փախել էր Պուտինը Կրեմլից, որտեղ մոդիկից հետը շփվել է, գիտի ում հետ գործ ունի։ Պետք չի այդ խաբվել այդ ամեն ինչի վրա։ Իսկ դրա համար Ռուսաստանից էլ արձագանքում են։ Դմիտրի Պեսկովն արձագանքել է, որ Դոնալդ Տրամպի գրառմանը ասել է. բանակցային գործընթացի սկիզբը, որի համար ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրել, շատ կարևոր նվաճում է։ Մենք իսկապես շնորհակալ ենք ամերիկացիներին եւ անձամբ նախագահ Դոնալդ Տրամպին։ Միևնույն ժամանակ սա շատ պատասխանատու պահ է, որը կապված է բացարձակապես բոլորի համար հուզական գերբեռնվածության եւ հուզական արձագանքների հետ։ Պեսկովը միաժամանակ հավելել է, որ Պուտինը կայացնում է այն որոշումները, որոնք անհրաժեշտ է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն հիմա տեսեք հարցը որն է։ Պեսկովը չի ասում, որ Պուտինը գիժ չի։ Որտեւ իրան դուր է գալի, որ արևմտյան երկրները սարսափեն, որ Պուտինը գիժ է։ Էսա կոճակը կսեղմի, տեսեք ձեր գլխին ինչ կբերի։ Նա նա կոմպլիմենտ է դա համարում։ Ասպա տենց էլ իմացեք, որ գիժ է։ Պուտինի շատ զենք ունեցողը չի ասում, այդ քեզ գժի տեղ ես դրե, դե հիմա տես ինչ եմ անում։ Չի ասում, որտեւ ասում է, չէ, գործ չունեք գժի հետ։
Այդ է խնդրեմը։ Իսկ հիմա արդեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է. ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այլևս չկան սահմանափակումներ Ուկրաինայի մատակարարող զենքի տիրույթում ոչ բրիտանացիները, ոչ ֆրանսիացիները, ոչ մեր կողմից, ոչ էլ ամերիկացիների կողմից։ Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել այդ թվում հարվածներ հասցնել ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։ Մինչ այս պահը նա չէր կարող դա անել, ասել է Մերցը։ Իհարկե դրանից սարսափած են Ռուսաստանում, արդեն Պեսկովը արձագանքել է եվրոպական մի շարք երկրների Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հրթիռային հարվածների հեռահարության սահմանափակումները վերացնելը որոշումը պոտենցիալ վտանգավոր է եւ հակասում է կարգավորման փորձերին։ Այդ որոշումները, եթե իրականում նման որոշումներ կայանան, բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորման հասնելու մեր ձգտումներին եւ այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում։ Այսինքն սա բավականին վտանգավոր որոշում է, ամփոփել է Պեսկովը։ Այսինքն դուք ես որ դել եք հրթիռակոծում եք քաղաքական կարգավորումն, հա։ Ինչ է սա վտանգավոր, որտեղ հատկապես նայեն գերմանական Taurus հրթիռները, որոնք 500 կիլոմետր հեռավորության է։ Շատերը կարող են ասել, դե մինչև 1000 կիլոմետր ուկրաինական հրթիռները խփում են։ Տարբերությունը որն է։ Բացի այդ, որ նա գերկեշկրիտ է, շատ խելացի հրթիռ է, եւ նա կարող է նաեւ ստորգետնյա բունկերներն է շարքից անի, կարող է կամուրջներին հարվածի, եւ շատ լուրջ որակապես բան փոխի։ Այդ դրանից իսկապես ռուսները սարսափած են։ Եթե Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանակին համաձայնվեր, այսօր Ռուսաստանը խաղաղության կհամաձայնվի գլուխը ջարդելով, արագ կազմակերպելով։ Բացի դրանից էլ մի բան էլ ուղղակի նայենք, որ CNN-ը գրում է Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ համաձայնվել է մինչև հուլիսի 9-ը հետաձգել Եվրամիությունից ներմուծվող ապրանքների համար 50% մաքսատուրքի սահմանափակումը։ Սա ևս մեկ դեպք է, երբ Տրամպը հայտարարում է մոտալուտ մաքսատուրքի մասին, շփոթություն առաջացնում շուկաներում, ապա չեղարկում սպառնացող մաքսատուրքերը։ Տրամպը նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ շատ հաճելի հեռախոսազանգ է ունեցել, որը հանգեցրել է մաքսատուրքերի հետաձգման։ Ֆոն դեր Լեյենն ասել է, որ ցանկանում է լուրջ բանակցություններ սկսել, ասել է Տրամպը։ Ֆոն դեր Լեյենն իր հերթին գրել է, որ Տրամպի հետ լավ զրույցի մասին Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ունեն աշխարհի ամենահետևողական եւ սերտ առևտրային հարաբերությունները։ Եվրոպան պատրաստ է արագ եւ վճռականորեն առաջ մղել բանակցությունները, մեզ մինչեւ հուլիսի 9-ը ժամանակ կպահանջվի այդ համաձայնությանը հասնելու համար, նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հունիսի 1-ից այդ 50% մաքսատուրքը մտցնելու էր, հայտարարել էր հրամանագիրն է ցույց էր տալի։ Ինչի ես կարծացի, որ CNN-ն է գրում։ CNN-ը կոնկրետ նշում է, որ ստե մի բան են չի։ Տրամպը մի բան հայտարարում է, շուկան ցնցվում է, հետո ինքը որոշումը փոխում է։ Չի բացառում, որ իրանք նաև դրանով ակնարկում են, որ Դոնալդ Տրամպը որոշակի օլիգարխների, մեր ձևով ասենք, մեծահարուստների, բիզնեսմենների պայմանավորված ու ասի, հիմա իմացեք, ես հայտարարելու ենք ակցիաները սենց ալնելու, այն հայտարարել ենք ակցիաները նենց ալնելու։ Դուք հիմա տեսեք, կարող են շատ հանգիստ ուսումնասիրել եւ տեսնել այդ ընթացքում ակցիայի շարժ ում մոտ ինչ եղավ, ով գումար ձեռք բերեց, ով կորցրեց եւ ով այդ ընթացքում ինչ իրավիճակային քայլեր արեց։ Այլապես CNN-ը սենց չէր ակնարկի, որ սա դիտավորյալ արվում է տատանումներ առաջացնելու, շփոթություն առաջացնելու։ Ուզում ասի, որ Տրամպը ուղղակի խաղեր է խաղում շուկայում, այլ ոչ թե իրոք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետության համար հարցեր է լուծում։ Թե դրան էլ կուսումնասիրենք, դա էլ է վերաբերում մեր երկրին ու աշխարհին, մենք անմասն չենք կարող մնալ աշխարհի իրադարձություններից, այսօր այսքանը, ձեզ շատ չհոգնեցնեմ, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։